Ինտերակտիվ զրույցներ, քննարկումներ, խաղեր, ինչու ոչ նաև բանավեճեր, աշխատանքային կարելիների ու չի կարելիների սահմանները քննարկելու ու սահմանելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեկնարկել է վարքագծի կանոնագրքի եւ քաղաքականությունների ուսուցումը։ Ավելի պատասխանատու եւ արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման համար է ԶՊՄԿ-ն կազմակերպել այս դասընթացը։ Այսօրվա իրողության մեջ ընկերությունների, մասնավորապես մեծ ընկերությունների արդյունավետ կորպորատիվ կառավարումը անհնար է առանց հստակ իրավական, էթիկական եւ վարքագծային չափորոշիչների։ Մենք պետք է հասկանանք, որ ընկերությունը դա մարդիկ են։ Ընկերությունը դա այն մարդիկ են, ովքեր աշխատում են այդ ընկերությունում, ում միջոցով այդ ընկերությունը առերեսվում է կոնտրագենտների հետ, ում միջոցով ընկերությունը առերեսվում է տարբեր պետական մարմինների հետ եւ այլն, եւ ընկերության մարդկանց վարքագծի եւ պրոֆեսիոնալիզմի արդյունքում է, որ երրորդ անձին կարող են եզրակացություն կայացնել, թե ինչ ընկերության հետ իրենք գործ ունեն, որն է այս ընկերության մշակույթը, որն է այս ընկերության քաղաքականությունը եւ մոտեցումները այս կամ այն հարցերին։ Միջազգային խոշոր կազմակերպություններում վաղուց են կիրառում էթիկայի ներքին կանոնագրքի պրակտիկան, հետևաբար միջազգային չափորոշիչների ձգտող ցանկացած ընկերության պարտականությունն է ունենալ որակյալ ու աշխատակիցների համար ընդունելի կանոնագիր։ Երևի ամենակարևոր մասերից մեկը նման փաստաթղթերի, նման մեծ կազմակերպություններում կամ էլ ավելի մեծ կազմակերպություններ գործում են, այն է ինչ միտված է աշխատակիցների պաշտպանության։ Այնտեղ առանձնահատուկ մեծ շեշտադրում է արված, որ դեպքերում ինչն է համարվում անընդունելի, հա, որպես բարևեցողություն, եւ ոնց է դա պատժվում եւ ինչ խողովակներ գոյություն ունեն ձեր բողոքը, դժգոհությունը, անհանգստությունը հասնելու դեպի ամենաբարձր կառավարման մարմիններ։ Կանոնագիրքը ըստ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամի տալիս է ուղեցույց, թե որ դեպքում ինչ վարքագիծ պետք է դրսևորի ընկերության աշխատակիցը։ Վարքագծի կանոնագրքում շատ բազմաթիվ հարցեր են կարգավորվում, այդ թվում նաև հարցեր, որոնք վերաբերում են շահերի բախմանը։ Օրինակ, աշխատակիցները պետք է գիտակցեն, երբ որ ընկերության հետ որևէ աշխատանքում ներգրավվում է օրինակ իրենց եղբոր կամ ազգականի ընկերությունը, ապա ստեղ հնարավոր է լինեն շահերի բախում։ Եվ կանոնագիրքը հենց նման իրավիճակներում տալիս է, այսպես ասած, չափորոշիչներ, ինստրուկցիաներ, թե այդ դեպքում ինչ վարքագիծ պետք է դրսևորի ընկերության աշխատակիցը, որպեսզի շահերի բախումը չմեկնաբանվի կամ շահերի բախումը նեգատիվ էֆեկտ չթողնի հենց ընկերության վրա, չվնասի ընկերությանը։ Էթիկայի ներքին կանոնագիրքը հեշտացնում է նաև գործատու աշխատող հարաբերությունները հանուն ընկերության բարի համբավի ու առողջ աշխատանքային միջավայրի ապահովման։ Աշխատակիցների դեպքում այն սահմանում է ընկերության համար ընդունված կամ մերժելի խաղի կանոնները, տարբեր իրավիճակներում կողմնորոշում կամ ուղղորդում։ Միշտ ոնց որ քննարկումը ծավալվում է հետևյալ խաչմերուկում, օրենքով ինչպես է պետք անել, էթիկական կանոնը ինչ է ասում եւ դրանք եթե տարբերվում են մեզ մոտ լինում են բանավեճեր եւ երրորդ խաչմերուկը ոնց որ սկսում է մշակութային խաչմերուկը, այսինքն այո օրենքով սենց է գրված, այո օրենքով ընդհանուր առմամբ, հա, այսպես պետք է լինի, բայց մեր մշակույթն էլ մեկ այլ բան է ասում։ Իմ կարծիքով լավ նախաձեռնություններ եւ նմանատիպ նախաձեռնություններ պետք է շատ լինեն, աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն շատ ավելի։ Ու այսպես կանոնագրքի բոլոր կետերը հատ-առհատ քննարկելով ու խորքային խոսակցությունների արդյունքում աշխատակիցները սկսում են մանրամասն ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի էթիկայի կանոնագրքի բոլոր մանրամասներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին։ Դասընթացի մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հետո արդեն փոխանցելու են մյուս աշխատողներին։ Այսպիսով շուրջ 5000 աշխատակից ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ապահովում է առողջ աշխատանքային միջավայր, որն էլ հետո արդեն դրական ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա։